Պուրիտանները, ամենօրյա ընթերցանություն, Ռիչարդ Բաքստեր, օր հունվարի 20։ Եվ ասեց. ճշմարիտ ասում եմ ձեզ, եթե դարձ չգաք և չլինեք երեխաների նման, չեք մտնի երկնքի արքայությունը։ Մատթեոս 18:3 խոսք։ Եվ այսպես ամփոփելով, դարձի եկած մարդը նոր նպատակ ունի իր մտքերում և նոր ուղղություն իր ջանքերում, ուստի նրա սիրտն ու կյանքը նոր են։ Նախկինում նրա նպատակը մարմնական եսն էր, իսկ ճանապարհը, հաճույքը, աշխարհիկ շահը և փառքը։ Այժմ նրա նպատակը Աստված է և հավերժական փառքը, իսկ ճանապարհը Քրիստոսը, Հոգին, Խոսքը, խորհուրդները, սրբությունը Աստծո առաջ, արդարությունը և ողորմածությունը մարդկանց նկատմամբ։ Նախկինում գլխավոր կառավարիչը եսն էր, որի առջև Աստծո խոսքն ու խիղճը պետք է խոնարհվեին և զիջեին, սակայն հիմա գլխավոր կառավարիչը Աստված է Քրիստոսում, Հոգու, Խոսքի և ծառայության միջոցով, որի առջև զիջում է և եսը, և եսի բոլոր դրսևորումները։ Հետևաբար, փոփոխությունը 1, 2 կամ 20 կետերում չեն, այլ ամբողջ Հոգու և հաղորդության վերջնակետի ու ուղղության մեջ։ Մարդը կարող է մեկ ճանապարհից մյուսը գնալ, բայց հայացքը նույն ուղղությամբ պահել և դեռ շարժվել դեպի նույն նպատակը, բայց այլ բան է լիովին հետ շրջվելը և հակառակ ուղղությամբ գնալը, դեպի հակառակ նպատակը։ Մարդը կարող է հարբեցողությունից անցնել խոհեմության, թողնել իր վատ ընկերակցությունը և այլ կոպիտ ու ամոթալի մեղքերը, սկսել զբաղվել կրոնական որոշ պարտականություններով, բայց միևնույն ժամանակ շարժվել դեպի նույն նպատակը, ինչ նախկինում, նախընտրելով իր մարմնական եսը և դեռևս տալով նրան իշխող դիրք իր հոգու նկատմամբ։ Բայց երբ նա դարձի է գալիս, այդ եսը մերժվում և նրա սրտի գահից հեռացվելով Աստված է գահին նստում, նրա հայացքը շրջվում է հակառակ ուղղությամբ, և նա, ով առաջ հրապուրված էր ինքն իրենով և ապրում էր ինքն իր համար, այժմ սրբագործման միջոցով նվիրվում է Աստծուն և ապրում է Աստծո համար։